Professor Porzeron, Porzeron professor, Nora sottori այսօր, Porzeron professor, Հարցերոն հասկանում եմ, որ շատ է ցավում, բայց ես քեզ զգուշացրել եմ, որ պետք է գնաս ատամնաբուժարան։ Հիմա ես չեմ կարող, երեխաներն ինձ են սպասում։ Ներեցեք երեխաներ, ուղղակի Հարցերոնն այսօր մի քիչ վատառողջ է։ Ինչպես եք։ Լավ է ձեր տրամադրությունը։ Իմը հեքիաթային ի տարբերություն Հարցերոնի։ Դե ինչ, նորից ներկայանամ։ Ես պրոֆեսոր Փորձերոնն եմ։ Շատ պարտաճանաչ պրոֆեսոր, որը երբեք չի ուշանում։ Ռուբեն, կեցես։ Այսօր շատ հրաշալի ես պատմել պատմության դասը։ Լիլիթ, գերազանց լուծել ես մաթեմատիկայի վարժությունները։ Կեցեք երեխաներ, որ գերազանց սովորում եք եւ պարտաճանաչ կատարում եք ձեր տնային հանձնարարությունները։ Գիտեմ, որ հիմա անհամբեր սպասում եք լսել ձեր հարցերի պատասխանները։ Հարմար տեղավորվեք, որովհետեւ մենք սկսում ենք։ Եվ այսպես, բարև ձեզ սիրելի պրոֆեսոր, ես Արմեն Գևորգյանն եմ, 10 տարեկան։ Բարև սիրելի Արմեն։ Ես Աբովյան քաղաքից եմ։ Կցանկանայի, որ մի փոքր խոսեիք հարաբերական տեսության մասին։ Պարոն Գևորգյան, այսպիսի հարց 10 տարեկանում ես հաճելիորեն զարմացած եւ ոգևորված ձեր հետաքրքրասիրությամբ։ Գիտեք երեխաներ, Էյնշտեյնի հարաբերական տեսությունը մինչ օրս համարվում է ֆիզիկայի ամենամեծ ձեռքբերումներից մեկը։ Այն հեղափոխեց մեր պատկերացումները տարածության, ժամանակի եւ ձգողականության մասին։ Դրա վրա հիմնված են GPS համակարգերը, ատոմային ռեակտորները եւ միջուկային էներգիան։ Այն օգտագործվում է տիեզերական հետազոտություններում, սև խոռոչների ուսումնասիրություններում, գերհզոր մասնիկային արագացուցիչներում։ Եվ փորձել այս ողջ տեսությունը բացատրել հնարավորինս հասկանալի, բավականին բարդ է երեխաներ, բայց բարդությունները պրոֆեսոր Փորձերոնին միայն ոգևորում են։ Երեխաներ ուշադիր։ Շատ տարիներ առաջ ապրում էր մի շատ խելացի ու մի քիչ տարօրինակ մարդ։ Անունը Ալբերտ Էյնշտեյն։ Իմ բարեկամ։ Նա այնքան խորն էր մտածում, որ մի անգամ ասել է. Եթե դու չես կարողանում մի բանը բացատրել երեխայի պես պարզ, ուրեմն ինքդ էլ լավ չես հասկացել։ Հիմա ես կպատմեմ ձեզ մի քանի մեծ հայտնագործությունների մասին, որոնք արել է Ալբերտ Էյնշտեյնը։ Ժամանակը հարաբերական է։ Այն կարող է դանդաղել կամ արագանալ։ Այո երեխաներ, եւ սա չի վերաբերում նրան, երբ դուք դպրոցում լուծում եք մաթեմատիկայի բարդ խնդիրները, եւ ժամանակը դանդաղ է անցնում։ Իսկ երբ փողոցում ֆուտբոլ եք խաղում, ժամանակը թռչում է։ Էյնշտեյնը ժամանակի հարաբերականությունը բացատրում է այլ կերպ։ Նա ասում էր, եթե դու շարժվում ես լույսի արագությամբ, ապա քեզ համար ժամանակը դանդաղ է աշխատում, համեմատած այն մարդու հետ, ով սովորական ժամանակում է ապրում։ Օրինակ, եթե ես ստեղծեմ այնպիսի մի հրթիռ, որի միջոցով լույսի արագությամբ թռչեմ տիեզերք, 1 ժամ շրջեմ այնտեղ եւ վերադառնամ, կնայեմ ժամացույցին եւ կտեսնեմ, որ ընդամենը 1 ժամ եմ բացակայել։ Անհանգստանալու ոչինչ չկա, սակայն այդ ընթացքում երկիր մոլորակի վրա անցած կլինեն տարիներ երեխաներ։ Այսպես Էյնշտեյնը բացատրում է, որ ժամանակը կարող է դանդաղել կամ արագանալ եւ այն բոլորի համար նույնը չէ։ Հաջորդ կարևորագույն բանը, որ բացահայտեց Էյնշտեյնը ընդհանուր հարաբերականության տեսությունում, դա հետեւյալն է։ Ձգողականությունն առաջանում է, երբ մեծ մարմիններն, ինչպես արեգակը կամ մոլորակները, այսպես ասած, ծռում են տարածությունը եւ ժամանակը։ Գիտեմ, մի քիչ բարդ ստացվեց, բայց հիմա փորձեմ բացատրել ավելի հասկանալի։ Պատկերացրեք մի շատ մեծ ձգվող ծածկոց։ Օրինակ, ձեր վերմակը։ Դուք բացում եք այդ վերմակը հատակին եւ ձգում բոլոր կողմերից, որպեսզի այն հարթ դառնա։ Հիմա պատկերացրեք, որ այդ վերմակի մեջտեղում դնում եք մի մեծ ձմերուկ։ Վերմակը կծրվի ներքև, ճիշտ այնտեղում, որտեղ դրված է ձմերուկը։ Իսկ հետո, եթե գլորենք մի փոքրիկ գնդակ վերմակի վրա, այն կհետևի ծրվածության գծին եւ կսահի դեպի ձմերուկը։ Օրինակը պարզ էր, չէ՞ երեխաներ։ Շատ լավ է։ Իսկ հիմա պատկերացնենք, որ այդ ձգված վերմակը տիեզերքն է։ Ձմերուկը արեգակը, իսկ փոքրիկ գնդակը մեր մոլորակը։ Երբ արեգակը որպես մեծ ու ծանր մարմին դրված է տիեզերքի վրա, նա ծռում է տարածությունը եւ ժամանակը իր շուրջը, եւ երկիրը շարժվելով այդ ծրվածության մեջ պտտվում է արեգակի շուրջ։ Մինչ այս բացատրությունը երեխաներ, մարդիկ կարծում էին, որ ծանրությունը պարզապես ուժ է, ու որ արեգակը քաշում է մեզ դեպի իրեն։ Իսկ Էյնշտեյնը այսպես ապացուցում է, որ դա պարզապես քաշ չէ, դա տարածության ձևափոխությունն է։ Երեխաներ, Էյնշտեյնի հայտնագործությունների եւ բացահայտումների մասին ես շատ երկար կարող եմ խոսել, բայց ես ուզում եմ, որ դուք դա անեք եւ ձեր գլխում առաջացած բոլոր հարցերն ուղարկեք այս էլեկտրոնային հասցեին։ Էյնշտեյնը մի մարդ էր երեխաներ, ով երբեք չէր ամաչում հարցեր տալ, նույնիսկ եթե դրանք տարօրինակ էին։ Նա նայում էր աշխարհին երեխայի աչքերով, զարմանքով եւ հետաքրքրասիրությամբ։ Դե իսկ ես մեծ հետաքրքրասիրությամբ անցնեմ ձեր հաջորդ հարցին։ Professor Porzeron.
Օ, երեխաներ, մեզ ուղարկել են տեսահարց։ Եկեք միասին դիտենք այն։ Բարև ձեզ փորձերուն։ Ինչու ամերիկացիները անգլերեն են խոսում։ Քանի որ Ամերիկան եղել է բրիտանական գաղութ, այդ պատճառով էլ այնտեղ անգլերեն են խոսում։ Այն ունի պատմական պատճառներ։ 17-րդ դարում անգլիացիները սկսեցին գաղութներ հիմնել Հյուսիսային Ամերիկայում։ 1607 թվականին ստեղծվեց առաջին անգլիական բնակավայրը՝ Ջեյմսթաունը։ Ջեյմսթաունը գտնվում է ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում։ Այն տեղակայված է Ջեյմս գետի ափին, Ատլանտյան օվկիանոսի մոտ։ Այս վայրը պատմականորեն կարևոր է, քանի որ հենց այստեղից սկսվեց բրիտանական Ամերիկայի գաղութային պատմությունը։ Այսօր Ջեյմսթաունը հայտնի է որպես պատմական հուշարձան եւ զբոսաշրջային վայր։ Անգլիան շարունակում էր վերահսկել այս տարածքները, եւ անգլերենը դարձավ հիմնական լեզուն։ 1776 թվականին, երբ Ամերիկան անկախացավ Մեծ Բրիտանիայից, այնտեղ արդեն մեծամասնությունը անգլերեն էր խոսում։ Բրիտանական անգլերենը ամերիկյան անգլերենի հիմքն է։ Բրիտանացիներն իրենց հետ բերեցին անգլերենը, սակայն ժամանակի ընթացքում ամերիկյան անգլերենը սկսեց տարբերվել բրիտանականից՝ արտասանությամբ, ուղղագրությամբ եւ բառապաշարով։ Ամերիկյան անգլերենը բրիտանական անգլերենի զարգացած տարբերակն է, որի վրա ազդել են բազմաթիվ այլ լեզուներ՝ բնիկ ամերիկյան, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն եւ հոլանդերեն։ Ֆրանսիացիները նույնպես բնակվել են Ամերիկայում եւ դրանց լեզուն ազդեցություն է թողել հատկապես կյանքի բարձրաշխարհիկ ոլորտներում։ Օրինակ, entrepreneur, ձեռնարկատեր բառը։ Արևմտյան եւ հարավային Ամերիկայի շրջաններում Կալիֆոռնիա, Տեխաս, Նոր Մեքսիկո, Ֆլորիդա ամերիկյան անգլերենը վերցրել է բազմաթիվ իսպաներեն բառեր, օրինակ ranch, արոտավայր, կանյոն, կիրճ, մուստանգ, վայրիձի։ Ամերիկա ներգաղթած գերմանացիներն ու հոլանդացիները նույնպես բառեր են ավելացրել լեզվին։ Օրինակ, հոլանդերեն cookie, bleat, կամ ասեն գերմաներեն kindergarten, մանկապարտեզ։ Երբ գաղութային բնակիչները տարբեր լեզուներից բառեր վերցրեցին, 19-րդ դարում ամերիկացի լեզվաբան Նոա Ուեբստերը ստեղծեց ամերիկյան ուղղագրության կանոնները, որոնք ավելի պարզ էին, քան բրիտանականինը։ Այսպիսով, անգլերենն ամերիկացիների մայրենի լեզուն է դարձել պատմական եւ մշակութային պատճառներով։ Երեխաներ, իսկ դուք ինչ լեզուներ գիտեք։ Ես օրինակ շատ լեզուներ եմ տիրապետում եւ դեռ շարունակում եմ սովորել նոր լեզուներ։ Դուք էլ անպայման սովորեք։ Ես շատ լավ բան մտածեցի։ Կարող եք ձեր սիրելի փորձերորին ձեր իմացած լեզուներով բանաստեղծություն ուղարկել։ Շատ լավ, ես կսպասեմ։ Դե ինչ, անցնենք երրորդ հարցին։ Եվ այսպես։ Երեխաներ, 8 տարեկան Ալեքսից ունենք շատ հետաքրքիր հարց։ Խնդրում եմ պատասխանել, ինչպես է ստացվում, որ երբ բերանով ենք փչում, սառը օդ է դուրս գալիս, իսկ երբ հո ենք անում, տաք օդ է դուրս գալիս։ Իսկապես որ երեխաներ, հարցերն դու նկատել էիր։ Երեխաներ, սա կապված է օդի հոսքի արագության եւ ջերմափոխանակության հետ։ Ինչու է փչելիս սառը օդ գալիս։ Երբ բերանդ փոքրինչ փակ ես պահում եւ արագ փչում, օրինակ մոմը, այսպես օդը շատ ավելի արագ է դուրս գալիս։ Այս դեպքում օդի արագ նվազեցնում է ջերմաստիճանը։ Շարժվող օդը ավելի արագ է խառնվում շրջակա ավելի սառը օդի հետ, ուստի այն ավելի սառն է թվում։ Երբ օդը արագ դուրս է գալիս փոքր բացվածքից, այն ընդարձակվում է, ինչը նվազեցնում է նրա ջերմաստիճանը։ Այս երևույթը բացատրվում է գազերի ֆիզիկայի օրենքներով։ Ինչու է հո անելիս տաք օդ դուրս գալիս։ Երբ դու հո ես անում, բերանդ լայն բացելով, օդը դուրս է գալիս դանդաղ եւ անմիջապես չի խառնվում շրջակա օդի հետ։ Քանի որ օդը գալիս է թոքերիցդ, այն դեռ պահպանում է մարմնի ջերմաստիճանը, մոտ 36-37 աստիճան, եւ դու այն տաք ես զգում։ Այսպիսով, իրականում փչվող օդը նույն ջերմաստիճանն ունի, ինչ թոքերից դուրս եկած ցանկացած օդ, բայց դրա արագության եւ շրջակա միջավայրի հետ խառնվելու ձևի պատճառով մենք այն սառն ենք զգում։ Բարձր երեխաներ, շատ լավ է։ Պրոֆեսոր Փորձերով։ Դե իսկ հիմա երեխաներ, ես շատ արագ կարդում եմ հաջորդ հարցը։ Եվ այսպես, մեզ է գրել Միշան, պրոֆեսոր Փորձերոն, կարող եք պատմել Ելլոուսթոնի մասին։ Իհարկե կարող եմ։ Ելլոուսթոն ազգային պարկը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմուտքում։ Հիմնական մասը գտնվում է Վայմոնգ նահանգում, բայց տարածված է նաև Մոնտանա եւ Այդահո նահանգների մի հատվածների վրա։ Ձեզ եմ ներկայացնում հետաքրքիր փաստեր Ելլոուսթոնի մասին։ Այն աշխարհի առաջին ազգային պարկն է, որը հիմնադրվել է 1872 թվականին։ Այն հայտնի է իր գեյզերներով, տաք աղբյուրներով եւ հրաբխային ակտիվությամբ։ Ամենահայտնի գեյզերն է Old Faithful-ը, որը պարբերաբար ժայթքում է։ Պարկը գտնվում է հսկայական սուպեր հրաբխի գագաթին, որը երբևէ ժայթքելու դեպքում կարող է մեծ ազդեցություն ունենալ մոլորակի կլիմայի վրա։ Ելլոուսթոնը գորշ արջերի, գայլերի, բիզոնների եւ եղջերուների բնակավայրն է։
Այն զբոսաշրջիկների համար շատ սիրված վայր է իր գեղեցիկ բնությամբ, կենդանական աշխարհով եւ եզակի երկրաբանական երևույթներով։ Եթե Ելոստոնի սուպերհրաբուխը ժայթքի, դա կլինի ամենամեծ բնական աղետներից մեկը, որը կազդի ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ամբողջ մոլորակի վրա։ Ինչ եք կարծում, ինչ կարող է տեղի ունենալ։ Հսկայական պայթյուն եւ մոխրի ամպեր, այո երեխաներ, սուպերհրաբուխները սովորական հրաբուխներից 1000 անգամ ավելի ուժեղ են։ Եթե Ելոստոնը ժայթքի, այն կարող է դուրս նետել մեծ քանակությամբ մոխիր եւ լավա։ Հզոր պայթյունը կմթագնի երկինքը եւ մոխիրը կսկսի տարածվել։ Վայոմինգ, Մոնտանա, Այդահո, Յուտա, Կոլորադո նահանգներում ամեն ինչ կծածկվի մոխրով եւ կյանքը կդառնա գրեթե անհնարին։ Մոխրի հաստությունը այս տարածքներում կարող է լինել մի քանի մետր։ Տարածքի գազերն ու հրաբխային նյութերը կարող են ոչնչացնել ամբողջ ենթակառուցվածքը։ Օդի մեջ կհայտնվի ծծմբային երկօքսիդ SO2, որը կմթագնի արևի լույսը։ Տարվա ընթացքում գլոբալ ջերմաստիճանը կարող է նվազել 2-ից 5 Ցելսիուս աստիճանով, ինչը կբերի հրաբխային ձմեռվա։ Երեխաներ, անգամ գյուղատնտեսությունը կարող է կաթվածահար լինել, առաջացնելով սով ամբողջ աշխարհում։ ԱՄՆ-ում միլիոնավոր մարդիկ ստիպված կլինեն տարհանվել։ Մոխիրն ու թունավոր գազերը կարող են վնասել մարդկանց ցնչարական համակարգը։ Ավիացիան նույնպես կփակվի, քանի որ մոխիրը վնասում է ինքնաթիռի շարժիչները։ Բայց դուք կարող եք հանգիստ լինել երեխաներ։ Գիտնականների կարծիքով Ելոստոնը հետագա մի քանի հազար տարիներին չի ժայթքի։ Բայց քանի որ այն ակտիվ սուպերհրաբուխ է, շարունակաբար վերահսկվում է։ Վերջին խոշոր ժայթքումը տեղի ունեցել մոտավորապես 640,000 տարի առաջ։ Գիտնականները հետևում են սեյսմիկ ակտիվությանը, հողի բարձրացմանը եւ գազերի արտանետմանը, որպեսզի կանխատեսեն վտանգները։ Այսպիսով, եթե երբևէ Ելոստոնը ժայթքի, դա կլինի գլոբալ աղետ, բայց դա մոտ ապագայում հաստատ տեղի չի ունենա։ Այնպես որ ես ձեր շատ երկար ժամանակ ունեմ ձեր հարցերին պատասխանելու համար։ Պրոֆեսոր Փոսերո Եվ այսպես երեխաներ, հաջորդ հարց ինձ գրել է Պողոսյան Մարիամը։ Նա հարցնում է. Սիրելի պրոֆեսոր, խնդրում եմ օգնիր ինձ։ Վերջերս մեր դասարանում եղել է մի դեպք։ Տեսնես ինչ է եղել երեխաներ։ Կարդում եմ։ Երբ երեխաներից մեկն առանց հարցնելու վերցրել էր մեկ ուրիշի իրը, գրճաթուփը նշում է Մարիամը։ Դա գրճաթուփի տիրոջը դուր չէր եկել, ինչի պատճառով նրանք վիճեցին, բայց չէ որ նրանք ընկերներ էին։ Խնդրում եմ ասա ինչ անել նման դեպքերում, երբ առանց հարցնելու վերցնում են քեզ պատկանող որևէ իր։ Շնորհակալություն Մարիամ հարցի համար։ Համաձայն եք, որ դա շատ կարևոր հարց է։ Իհարկե երեխաներ, ես կողմ եմ ամեն ինչով կիսվել մեկ ուրիշի հետ, բայց դա պետք է լինի փոխադարձ հարգանքի եւ պայմանավորվածության հիման վրա։ Ուստի շատ կարևոր է իմանալ ինչպես պետք է ճիշտ վարվել նման դեպքերում։ Այս կապակցությամբ Աքսանան մեզ համար պատրաստել է իրավիճակներ, որոնք մեզ ցույց կտան, թե ինչպես վարվել այն դեպքում, երբ առանց հարցնելու վերցրել եք ուրիշի իրը։ Դե ինչ, գնանք տեսնելու։ Պրոֆեսոր Փոսերո Ողջույն սիրելի երեխաներ, ինչպես միշտ այսօր եւս ուղարկել եք շատ կարևոր եւ հետաքրքիր հարց։ Ինչ անել, եթե առանց թույլտվության վերցրել եք ուրիշին պատկանող որևէ իր։ Երեխաներ, շատ կարևոր է հասկանալ, որ անկախ նրանից դիմացինդ ընտանիքի անդամդ է, բարեկամդ, ընկերդ, թե պարզապես ծանոթ, ունի իր անձնական տարածքը, որը պետք է հարգել։ Ցանկացած ներխուժում այդ տարածք կարող է հանգեցնել կոնֆլիկտի կամ օրինակ դիմացինը կարող է նեղանալ կամ վիրավորվել։ Մենք երեխաներին մի հարց ենք ուղղել. ինչ անել, եթե ընկերդ առանց քեզ հարցնելու վերցրել է քեզ պատկանող որևէ իր։ Երեխաների մի մասը նշել է, որ կարելի է, որովհետև մենք ընկերներ ենք, իսկ մի մասը նշել է, որ չի կարելի, անկախ նրանից մենք մտերիմ ենք, թե ոչ։ Եկեք ծանոթանանք պատմությանը եւ դիտարկենք երկու տարբերակները։ Սա Հասմիկն է։ Նա 13 տարեկան է։ Սիրում է զբոսնել եւ բացահայտել իր շուրջ աշխարհը։ Մի անգամ Հասմիկն իր ընկերուհու Մարիաննայի հետ զբոսնում էր։ Աղջիկները երկար քայլելուց հետո որոշեցին մի փոքր հանգստանալ։ Մարիաննան ասաց, որ շատ ծարավ է եւ ուզում է մոտակա խանութից ջուր գնել։ Նա պայուսակը թողեց Հասմիկի մոտ եւ գնաց խանութ։ Հասմիկը հանեց իր հեռախոսը ու նկատեց, որ այն անջատվել է։ Առանց Մարիաննայի թույլտվության պայուսակից հանեց ընկերուհու հեռախոսը եւ սկսեց նկարել, մինչեւ ընկերուհին կվերադառնա։ Մարիաննան խանութից վերադառնալիս նկատեց, որ Հասմիկն իր հեռախոսով է նկարում, ու նրան ամենևին դա դուր չեկավ։
Հասմիկն այդ քայլով բարկացրեց Մարիաննային։ Մարիաննան ասաց, որ նրա դուրը չի եկել, որ առանց իրեն հարցնելու մտել է իր պայուսակի մեջ։ Հասմիկը չէր հասկանում ինչն է Մարիաննայի բարկության պատճառը։ Հասմիկը մտածում էր, կարծես նա ոչ մի վատ բան չի արել, չէ՞ որ նրանք ընկերներ են։ Ինչ անել, երբ առանց հարցնել վերցրել ես ուրիշի իրը։ Երբ առանց հարցնելու վերցնում եք ուրիշի իրը, դրանով դուք խախտում եք նրա անձնական սահմանները։ Դիմացինին հասկանալու համար պատկերացրեք ձեզ նրա տեղում, որքանով դա ձեզ հաճելի կլինի։ Ինչ անել նման դեպքերում։ Եկեք դիտարկենք այն տարբերակը, որտեղ երեխաները նշել են, որ կարելի է, եւ տեսնենք դրա հետևանքները։ Երբ Մարիաննան ասաց Հասմիկին, որ դա իր դուրը չի եկել, Հասմիկը չհասկացավ նրան, ասաց, որ այդտեղ ոչ մի վատ բան չկա, չէ՞ որ նրանք ընկերներ են եւ կարող են հանգիստ օգտվել միմյանց իրերից։ Մարիաննան փորձեց նրան բացատրել, որ նա դեմ չէր լինի, եթե Հասմիկը նախապես հարցրած լիներ։ Հասմիկը չհասկացավ ընկերուհուն եւ նեղացած հեռացավ նրանից։ Երեխաներ, այս տարբերակում Հասմիկը սխալ վարվեց, չհասկանալով Մարիաննայի ցանկությունը։ Երբ ընկերդ խնդրում է քեզ նման դեպքերում նախապես իրեն տեղյակ պահել, դա չի նշանակում, որ նա չի ցանկանում կիսվել ինչ-որ իրով ձեզ հետ։ Երբ վերցնում եք ծնողի, ընկերոջ, բարեկամի կամ ինչ-որ մեկի իրը, պետք է այն հետ վերադարձնել եւ ներողություն խնդրել, եթե դա դիմացինին դուր չի եկել։ Իսկ հետագայում էլ պետք է միշտ հիշել, որ նման դեպքերում նախապես թույլտվություն է պետք ստանալ։ Մարիաննան Հասմիկին հանդիմանեց, ասաց, որքանով հաճելի կլիներ, երբ առանց իր իմացության իր պայուսակը մտնեն։ Հասմիկը հասկացավ, որ սխալ արարք է թույլ տվել եւ ներողություն խնդրեց Մարիաննայից, իսկ վերջինս դեռ շատ զայրացած էր։ Ինչ աներ Հասմիկը։ Ընկերոջ բարկությունը դեռ չէր անցել։ Եթե ձեր ընկերը դեռ շարունակում է նեղացած մնալ ձեզնից, փորձեք բացատրել նրան, որ դուք այդ արարքով չեք ցանկացել նեղացնել իրեն։ Իսկ եթե ինչ-որ մեկը ձեր իրն է վերցրել, փորձեք լինել համբերատար, հանգիստ լսեք նրան եւ հասկացեք, թե ինչի է այդպես արել։ Միգուցե նա շտապ ուներ դրա կարիքը եւ ձեզ շատ մտերիմ ընկալելով առանց հարցնելու վերցրել է դա։ Փորձեք համբերատար լինել եւ բացատրել նրան, առանց վիճելու եւ իրար նեղացնելու։ Կոնֆլիկտը հարթելու համար կարող եք ինչ-որ բան նվիրել կամ հյուրասիրել։ Այդպիսով ցույց կտաք, որ զղջացել եք ձեր արարքի համար։ Վերադարձրեք իրը եւ ներողություն խնդրեք։ Հաջորդ օրը Հասմիկը որոշեց ընկերուհու համար փոքրիկ անակնկալ անել, որպեսզի դրանով իր մեղքը քավի։ Նա գնել էր Մարիաննայի սիրած շոկոլադը։ Հասմիկը մոտեցավ այգում նստած Մարիաննային, տվեց շոկոլադը ու եւս մեկ անգամ ներողություն խնդրեց, ասելով, որ զղջում է իր արարքի համար եւ չի ուզում իրեն բարկացած տեսնել։ Մարիաննան ասաց, որ էլ բարկացած չի իր վրա, եւ նա կարող է իր ցանկացած իրերից էր վերցնել, միայն թե պետք է նախապես հարցնել։ Հասմիկը հասկացավ, որ էլ նման արարք թույլ չի տա։ Վերջում էլ կիսվեցին շոկոլադը։ Հիմա նրանք գիտեն, ինչպես ճիշտ խնդրել միմյանցից որևէ անձնական իր, եւ այս դեպքը ավելի մտերմացրեց նրանց։ Սիրելի երեխաներ, ամփոփելով նշեմ, որ հաճախ մենք ոգևորված չհասկանալով կարող ենք անել այնպիսի բաներ, որոնք խախտում են դիմացինի անձնական սահմանները։ Նման դեպքերում շատ կարևոր է ընդունել սխալը եւ ներողություն խնդրել, եւ հիշեք, որ ցանկացած իր վերցնելուց առաջ միշտ պետք է ստանալ թույլտվություն դիմացինից։ Դա հարգանքի նշան է, չէ՞ որ նույնը կարող է մեզ հետ տեղի ունենալ։ Պրոֆեսոր Փոցերո Այսպիսով երեխաներ, պարզ էր ինչ էր պետք անել նման իրավիճակում։ Հրաշալի է, իսկ մենք անցնենք առաջ։ Մեր ապագա ֆիզիկոսների եւ քիմիկոսների համար ունենք հետաքրքիր գիտափորձ։ Առաջարկում եմ դիտել։ Պրոֆեսոր Փոցերո Ողջույն սիրելի երեխաներ, այսօր եւս կատարելու ենք շատ հետաքրքիր գիտափորձ եւ այսօրվա իմ գործընկերը Սոֆին է։ Ողջույն։ Այս շատ հետաքրքիր գիտափորձի համար մեզ շատ բան անհրաժեշտ չէ։ Մեզ անհրաժեշտ է Ջուր սպիրտ եւ մոմ։ եւ տարաներ։ Այո երեխաներ, մեզ անհրաժեշտ է ջուր, սպիրտ, մոմ եւ տարաներ այս հետաքրքիր գիտափորձի համար։ Սկսենք Սոֆի, մեր գիտափորձի անունը գեյզեր է, դրա համար անհրաժեշտ է, որ ջուրը լցնենք տարայի մեջ, լցնենք Սոֆի, կօգնես ինձ։
Ես բացեմ դու լցնես։ Մի քիչ լցրու տարայի մեջ։ Մի քիչ ապրես հերիք։ Ապրես։ Եվ անհրաժեշտ է, որ մոմը վառենք եւ դնենք ջրի վրա։ Դնենք ջրի վրա։ Ապրես։ Պետք է, որ տարան պատենք սպիրտով։ Ես անեմ, չէ, սպիրտի հետ աշխատանք։ Գիտես ինչ է լինելու, Սոֆի, չէ։ Տեսնենք ինչ է լինելու։ Սոֆի, հիմա տես, ամբողջ տարան, ամբողջությամբ պատում ենք սպիրտով։ Տես, ինչպես ենք անում։ Դու հետո կկրկնես մայրիկիդ հետ։ Այո։ Հիմա այս տարան դնում ենք մոմի վրա։ Փորձենք, դնենք վրան, կարող է դու դնես, չէ, ես դնեմ, դե արի միասին դնենք։ Պատրաստ, գնացինք։ Ոյ։ Էս ինչ եղավ։ Հիմա բացատրեմ ինչ տեղի ունեցավ Սոֆի։ Երեխաներ, ուրեմն քանի դեռ մոմը այրվում էր, տարայի մեջ գտնվող օդի մոլեկուլները շատ արագ էին շարժվում եւ շատ ավելի մեծ տարածք էին զբաղվում։ Երբ որ մոմը հանգեց, օդի մոլեկուլները ավելի քիչ տարածք սկսեցին զբաղեցնել եւ տեղ բացվեց, որպեսզի ջուրը բարձրանա վերև։ Իսկ սպիրտը ստեղծում է անկանոն միջավայր, ինչի հետևանքով այս ամբողջ process-ը ավելի արագ է տեղի ունենում երեխաներ։ Հետաքրքիր էր, Սոֆի։ Եթե ձեզ էլ հետաքրքիր էր, սիրելի երեխաներ, ապա այս փորձը կրկնեք ձեր ծնողների հետ եւ ուղարկեք փորձերոնին։ Խոսքը փոխացում եմ փորձերոնին։ Հաջողություն։ Հաջողություն։ Պրոֆեսոր Փորձերո։ Դե ինչ, հետաքրքիր էր երեխաներ։ Հրաշալի է։ Հետաքրքրվեք ամեն ինչով, ուսումնասիրեք, կարդացեք, հայտնաբերեք, բացահայտեք եւ իհարկե հարցրեք։ Եթե չգիտեք, թե ում տակ ձեր ամենատարբեր, ամենաբարդ, ամենատարօրինակ հարցերը, ապա կարող եք ուղարկել ինձ այս էլեկտրոնային հասցեով եւ ես իմ գործընկերների հետ մեծ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Դե ինչ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Եվ հիշեք երեխաներ, իսկական գիտելիքը ոչ թե փաստեր իմանալն է, այլ դրանց իմաստը հասկանալը։ Ալբերտ Էյնշտեյն։ Հարցերոն, պատրաստվիր գնում ենք ատամնաբույժի։ Ինչպես թե հիմա չես կարող։ Ես իր պետք չէ վախենալ ատամնաբույժից, հասկանում ես։ Հարցերոն հանգստացիր, խնդրում եմ, հավաքիր նյարդերդ, մենք պետք է գնանք։ Պրոֆեսոր Փորձերո։ Փորձերո պրոֆեսոր, նորը սովորի այսօր։ Փորձերո պրոֆեսոր։ Փորձերո։